ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր գործարքի հասնելն այժմ ավելի դժվար է դարձել։ Պատճառներից մեկը նրա խոսքով իրանական ղեկավարության փոփոխությունն է։ Թրամփի խոսքով Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածների առաջին օրն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո նրա որդին Մոջթաբա Խամենեին ստանձնել է այդ պաշտոնը եւ այժմ ամերիկյան կողմը դժվարանում է հասկանալ, թե ում հետ պետք է բանակցի։ Թրամփը նաև նշել է, որ իր վարչակազմը փորձում է հասկանալ, Թեհրանը պատրաստ է փոխել իր քաղաքականությունը եւ գնալ արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման, թե շարունակելու է դիմակայությունը։ Վաշինգտոնը այդ ընթացքում շարունակում է նաև ճնշումը Թեհրանի նկատմամբ հատկապես տնտեսական ուղղությամբ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի խոսքով Իրանը կանգնած է ընտրության առաջ, կամ թուլացնել դիմակայությունն ու բարելավել հարաբերություններն արևմուտքի հետ, կամ բախվել ավելի մեծ տնտեսական ճնշման։ Վենսը նշել է, որ Վաշինգտոնի հիմնական նպատակը ոչ միայն Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացումն է, այլև երաշխավորել է, որ Թեհրանը չփորձի դրանք վերականգնել։ Վաշինգտոնը նաև ներկայացրել է հակամարտության ընթացքում ունեցած կորուստների տվյալները։ Պենտագոնի տվյալով առաջին գործողության ընթացքում զոհվել է 14, իսկ հուլիսի 7-ից հետո եւս 4 զինծառայող։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԱՄՆ-ի մեղադրել է Մինաբի դպրոցին հասցված հարվածի պատասխանատվությունից խուսափելու համար։ Թեհրանի պնդմամբ հարվածի հետևանքով զոհվել են աղջիկների դպրոցի աշակերտներ, իսկ դեպքի վայրում հայտնաբերված հրթիռի մնացորդները ըստ իրանական կողմի վկայում են ամերիկյան հարվածի մասին։ Պաշտոնյան պնդում է, որ տեղի ունեցածը չի կարելի քաղաքական հայտարարություններով ծածկել եւ պատասխանատուները պետք է պատասխան տան։ Իսկ ԱՄՆ-ի նոր սահմանափակումներին Թեհրանը կոշտ է արձագանքել, դրանք անվանելով տնտեսական ահաբեկություն։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները չեն ստիպի Թեհրանին հրաժարվել իր ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությունից։ Իրանական կողմը նաեւ պատասխանատու է համարում ոչ միայն ԱՄՆ-ին, այլև այն երկրներին ու կառույցներին, որոնք մասնակցում են պատժամիջոցների իրականացմանը։ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը միջազգային օրակարգի միակ հակամարտությունը չէ, դիվանագիտական ճնշումների, բանակցությունների թեման շարունակում է առանցքային մնալ նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից հրաժարվելը կարող է հետևանքներ ունենալ Կիևի համար։ Նրա խոսքով նույնիսկ ամենաբարդ վիճակում դիվանագիտական աշխատանքը պետք է շարունակվի, իսկ բանակցությունների դադարեցումը կարող է սխալ եւ վտանգավոր լինել։ Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների հիմք ընդունելով 2022 թվականի Ստամբուլյան պայմանավորվածությունները։ Սակայն բանակցությունների հնարավորության հետ մեկտեղ Մոսկվան շարունակում է կոշտ քննադատել այն երկրներին, որոնք աջակցում են Կիևին։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայի հետ որոշ երկրների սերտացող հարաբերություններին։ Զախարովայի խոսքով նման քաղաքականությունը կարող է ռիսկեր ստեղծել նաև Ռուսաստանի եւ այդ երկրների հարաբերությունների համար։ Մոսկվայի դժգոհությունը սակայն միայն քաղաքական շփումներով չի սահմանափակվում։ Ռուսաստանի համար առանձին մտահոգության առարկա է նաև Ուկրաինայի արևմտյան զենքի մատակարարումը։ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դեռևս պատասխան չի ստացել ԱՄՆ-ից եւ Թուրքիայից Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ։ Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջել այն տեղեկությունների կապակցությամբ, որոնց համաձայն Թուրքիայում գտնվող ամերիկյան զինանոցից Ուկրաինային կարող են փոխանցվել խոշոր խմբաքանակով զինատեսակներ։ Խոսքը մասնավորապես ըստ ԱՄՆ կոնգրեսի հրապարակած փաստաթղթերի համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի հազարավոր զինամթերքի եւ հրթիռների մասին է։ Գարի Մութաֆյան, Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։